Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռ փակել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արցախ վերադարձի հարցերը։ Հայաստանը եւ Գերմանիան երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր են ստորագրել։ Վարչապետը Գերմանիայից հետո ուղևորվել է Ռուսաստան, որտեղ Հայաստանի դեսպանատան շենքի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարության սպա է մահացել։ Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվել։ Սամվել Կարապետյանի փաստաբանները հերքել են գործարարին առնչվող քրեական վարույթի եւ խուզարկությունների կապը։ Հայ հեղափոխական դաշնակցության ուսանողական միությունը հայ գերիների հարցով պահանջագիր նամակ է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ։ Մայրաթորը դատապարտել է վարչապետի գլխավորությամբ եկեղեցիներում արարողությունների կազմակերպումը։ Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի եւ դատախազության վերաքննիչ բողոքները։ Առողջապահության նախարարությունը հայտարարել է ատիպիկ վարակների ակտիվացման մասին։ Միհրան Հակոբյանը բռնության է ենթարկվել։ Լևոն Արոնյանը միջազգային մրցաշարի հաղթող է դարձել։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն։